Եթերում Զինուժի կիրակնօրյա թողարկումն է, բարև ձեզ, շաբաթվա գլխավոր ու կարևոր թեմաների մասին նախ համառոտ։ Կայացել է Հայկյան 2016 մրցանակաբաշխությունը, պարգևատրվել են ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներն ու ուսանողական ծրագրերի հեղինակները։ Ուսումնական փուլը զինված ուժերի բարձր հրամանատարության ուշադրության կենտրոնում է, գեներալները հետևել են ստորաբաժանումների պարապմունքներին։ Նժդեի հացը թղթին ու զինվորի ձեռքում, նկարչի հայրենասիրական գրքույկը պատրաստ է, շուտով կլինի դիրքերում։ Այս շաբաթ ամփոփվել են Հայկյան 2016 ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա է գտնվել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Մրցանակաբաշխության ընթացքում պարգևատրվել են մի շարք զինծառայողներ քառօրյա պատերազմում եւ մարտական հերթապահության ընթացքում աչքի ընկնելու համար։ Փետրվարի 24-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ Հայկյան մրցանակաբաշխությունը, որի նպատակն է բացահայտել եւ գնահատել այն անհատներին, կառույցներին, որոնք տարվա ընթացքում նշանակալի մասնակցություն են ունեցել երիտասարդության ոլորտում։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական յուրօրինակ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը եւ երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի արդեն ավանդական դարձած Հայկյան մրցանակաբաշխությունն այս անգամ նվիրված էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։ Միջոցառմանը ներկա էր նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայկյան 2016 մրցանակներն են շնորհվել մի շարք անվանակարգերում՝ լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին, ուսանողական ինքնակառավարման մարմնի լավագույն նախագահ, ռազմայնասիրական լավագույն նախագիծ, լավագույն երիտասարդական գիտական նվաճում եւ այլ անվանակարգերում։ Ավանդական անվանակարգերից բացի սահմանվել են նաև հատուկ մրցանակներ, որոնք մրցանակակիրներին հանձնել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Հայկյան 2016 հատուկ մրցանակ է շնորհվել նաև 2016 թվականին Հայաստանի Հանրապետության մարտական խաչ առաջին եւ երկրորդ աստիճանի շքանշաններով պարգևատրված 47 զինծառայողների։ Հայկյան մրցանակակիրները խորհրդանշական արձանիկից բացի ստացել են արմթապ հայկական պլանշետներ։ Մրցանակաբաշխության ավարտին նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին, կարևորել ավանդական դարձած այս նախաձեռնությունը եւ մաղթել հետագա հաջողություններ։ Թախիծով ու նաեւ հպարտությամբ շնորհավորում եմ մեր զինվորականներին ու նրանց ծնողներին։ Թախիծով բնականաբար, որովհետեւ նրանք չկան, ավելի ճիշտ այս դահլիճում չեն, ու հպարտությամբ, որովհետեւ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ունեն արժանապատվություն, ովքեր ունեն պարտքի զգացողություն, ովքեր ունեն հայրենասիրական ջերմ զգացումներ։ Իհարկե շնորհավորում եմ նաև մյուս մրցանակակիրներին, որոնց պատմությունը հաջողությունների պատմություն է։ Եվ ես կարծում եմ, որ այսպիսի միջոցառումները չափազանց կարևոր են, որովհետև մենք պարտավոր ենք ուղղակի առանձնացնել եւ ի ցույց դնել ուրիշներին, մեր լավագույններին, այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, իրենց տաղանդի, շնորհքի շնորհիվ կարողանում են հասնել հաջողությունների։ Երեկոն եզրափակվել է հայկական քոչարիի հնչյուններով։ Զավեն Մաթևոսյան, Արամ Սիմոնյան, Զինուժ։ Վիգեն Սարգսյանը փետրվարի 23-ին այցելել է վետերանների միավորում հանդիպել հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի եւ զինված ուժերի վետերանների հետ։ Դահլիճում տոնական իրադարձության կապակցությամբ հավաքվել են երկու սերունդների ներկայացուցիչներ, իրարից տարբեր, բայց ճակատագրով նման, որ հարկադրված անցել են պատերազմի բովով։ Թե մեծ հայրենականի բոցերում, թե Արցախի ազատության համար մղվող մարտերում նրանք պայքարել են հայրենիքի անկախության, անվտանգության ու խաղաղության ապահովման համար։ Եվ այդ ոգին փոխանցել են հաջորդներին, ինչու՞ չէ նաև դահլիճում ներկա դպրոցականներին։ Հյուրընկալվելով վետերանների միավորման հարկի ներքո Վիգեն Սարգսյանը շնորհավորական խոսք հղեց հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ եւ ընդգծեց, որ թեև օրը Հայաստանում պաշտոնապես չի նշվում, բայց դա պատեհ առիթ է միմյանց շնորհավորելու եւ խաղաղություն մաղթելու համար։ Այն մարդիկ, որոնք նստած են այս դահլիճում, իդեմս ձեզ մեր բոլոր վետերանները, մեր այսօրվա բոլոր զինծառայողները ավելի լավ, քան որևէ մեկը գիտի եւ խաղաղության արժեքը եւ այդ խաղաղության համար վճարվող գնի ծանրությունը։ Դրա համար մենք մի կողմից իհարկե բոլորս իրար մաղթում ենք նոր հաղթանակներ, մյուս կողմից շատ ուզում ենք, որ այդ հաղթանակները խաղաղ ժամանակի հաղթանակներ լինեն, երկրի առաջընթացի ծաղկման հարցերին ուղղված հաղթանակներ լինեն։
Պաշտպանության նախարարը բարձր է գնահատում վետերանների միավորման գործունեությունը, որպես կարևոր օղակ սերունդների միջև կապի շարունակական ամրապնդման առումով։ Բանակ, ընտանիք, դպրոց կապը պետք է չափազանց ամուր լինի։ Եթե չլինի այդ կապը, մենք չենք կարողանալու վաղվա օրվա արժանապատիվ սպայական անձնակազմ ունենալ, զորակոչվող զինվորների որակ ունենալ։ Եվ այդ կապի մեջ, այդ օղակի մեջ ձեր դերը շատ մեծ է, որովհետև ձեր անցած ճանապարհով, ձեր սխրանքով, ձեր ձեռքբերումներով դուք իրոք օրինակ եք վաղվա սերունդների համար, եւ ես դրա համար եւ խոնարհվում եմ բոլորիդ առջեւ եւ շնորհակալություն հայտնում այդ հետեւողական ձեր աշխատանքի համար։ Պատասխանելով ներկաների հարցերին Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ ազգ բանակ գաղափարի դրույթները, անդրադարձել պաշտպանական համակարգում ընթացող աշխատանքներին եւ անելիքներին։ Հանդիպման ավարտին էլ մի խումբ վետերաններ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ Կարեն Պետրոսյան, Վոլոդիա Տեր-Աստվածատրյան, Զինուշ։ Այս օրերին զինված ուժերում ընթանում են ուսումնական փուլի ծրագրով նախատեսված միջոցառումներ, որոնց հետևում են զորամիավորումների հրամանատարները եւ զինված ուժերի վարչությունների պետերը, գնահատում անձնակազմի մարտական պատրաստությունն ու մարտավարաշարային պարապմունքների ընթացքը։ Առաջին բանակային զորամիավորման շրջանակում կայացած պարապմունքներին հետևել է իմ գործընկեր Վաչե Մկրտչյանը։ Բանակում յուրաքանչյուր նոր ուսումնական փուլի սկիզբն ազդարարելուց առաջ զորամիավորումներում ամբողջ ծավալով ընթանում են նախապատրաստական աշխատանքներ։ Առաջին բանակային կորպուսում եւ ենթակա բոլոր զորամասերում տեղի ունեցան շարային ստուգատեսներ, բանակային կորպուսի վարչակազմը զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ ստուգեցին անձնակազմերի արտաքին տեսքը, հիգիենան, սպառազինությունը, արկա փաստաթղթերը, լսեցին զինծառայողների բողոք առաջարկություններն ու իրենց պարտականությունների իմացությունը։ Զորամասերում անցկացված երրորդյա մարտավարաշարային պարապմունքների առաջին օրվա հանդիսավոր միտինգներում ազդարարվեցին ընթացիկ ուսումնական տարվա ձմեռային փուլի մեկնարկը, որին հաջորդեցին ջոկ, դասակ, վաշտ, գումարտակ, զորամաս մակարդակներում տարբեր տիպի պարապմունքների անցկացումը։ Երրորդյա մարտավարաշարային պարապմունքների մասնակցող բոլոր զինծառայողները պագնապով վերկաց, զենքի ու զինամթերքի ստացում, դեպի ավտոհավաքակայան հրամանները կատարեցին սահմանված ժամկետում բարձր մակարդակով։ Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, զինծառայողները ավտոհավաքակայաններում գործեցին վարժ ու հստակ։ Առաջին բանակային զորամիավորման պարապմունքների ընթացքին հետևում եւ անհրաժեշտ խորհրդատվությամբ հանդես էին գալիս զինված ուժերի վարչությունների, բաժանմունքների ու բաժինների տարբեր զինվորական մասնագիտությունների գծով պատասխանատու սպաներ, գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ գեներալ-մայոր Գենադի Տավարազյանի գլխավորությամբ։ Հանձնաժողովը ստուգեց եւ գնահատեց զորքերի մարտունակության, տեխնիկայի ու սպառազինության շահագործման արկավիճակը, նոր ուսումնական փուլում անձնակազմերի պատրաստ լինելու աստիճանը։ Նախնական արդյունքներով առաջին բանակային զորամիավորումում արդյունքները գոհացուցիչ են։ Անկախ սահմաններում տիրող իրավիճակից մեր զորքերը պատրաստ են կատարել ցանկացած մարտական խնդիր։ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության տնօրեն Ալեքսեյ Ֆրոլկինը հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Իրաքը պատրաստ են քննարկել Իրաքի զինված ուժերին Ռուսաստանի Դաշնությամբ բոլոր տեսակի սպառազինություն մատակարարելու հարցը։ Փետրվարի 20-ից 21-ը Սիրիայի քրդերից ու արաբներից կազմված Սիրիայի դեմոկրատական ուժեր խմբավորումը զարգացրել է հաջողությունները իսլամական պետություն խմբավորման դեմ, Ռաքայի շրջակայքում գրավելով եւս մի քանի բնակավայր։ Իրանը հրթիռային հրաձգություն է անցկացրել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ցամաքային ուժերի զորավարժությունների շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է Armenpress-ը, ուսումնական թիրախները հաջողությամբ խոցվել են տարբեր դասերի բարձր ճշգրտության հրթիռներով։ Ավստրիան որպես ԵԱՀԿ նախագահող երկիր ջանքեր է գործադրում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը։ Իրաքի կառավարական ուժերը վերադարձրել են հսկողությունը Մոսուլի օդանավակայանի նկատմամբ, որն ավելի քան 2 տարի գտնվում էր Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում։ Իսրայելի ռազմաօդային ուժերը փետրվարի 22-ի վաղ առավոտյան սիրիական բանակի դիրքերին հարվածներ են հասցրել Դամասկոսից արևմուտք ընկած շրջանում։ Այդ մասին հայտնել է Ալ-Մազդար արաբական պարբերականը։ Ըստ նրա տեղեկատվության, գրոհի են ենթարկվել սիրիական բանակի դիրքերը Սիրիա-Լիբանանյան սահմանի Կալամունյան լեռներում։ Զոհերի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։ Փետրվարի 23-ին Թուրքիայի զինուժը եւ նրան աջակցող Սիրիայի ազատ բանակ խմբավորման զինյալները ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Սիրիայի հյուսիսային Հալեբ նահանգի Ալ-Բաբ շրջանի կենտրոնի վրա։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անատոլու գործակալությունը։ Աղբյուրի համաձայն Թուրքիայի զինուժը թուրք-սիրիական սահմանից Սիրիայի տարածքում խորացել է մինչև 35 կիլոմետր։
Բունդեսվերը զրահատեխնիկա է ուղարկում Լիտվա, Ռուսաստանին զսպելու համար, հայտնում է գերմանական պարբերականներից մեկը։ Հունվարի կեսերից մինչև այժմ Լիտվա է ուղարկվել 120 կոնտեյներ ու 200 զրահամեքենա։ Արևելյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի զինծառայողների տեղակայումը խոշորագույնն է սառը պատերազմի ավարտից հետո։ Կարեն Պետրոսյան, Զինուշ։ Մոնթեականներն այս շաբաթ վերադարձել են հայրենիք։ 10 օր նրանք գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում մասնակցում միջազգային մրցույթի։ Մեդալներով ու գավաթներով պատանիներին Զվարթնոց օդանավակայանում դիմավորել են մեծ շուկով ու ծափերով։ Պատանի հայրենասերներ մրցույթին Հայաստանը մասնակցում է 2011 թվականից, մշտապես զբաղեցնելով բարձր տեղեր, ծածանելով հայկական դրոշը։ Մեկ տարի մոնթեականները մարզվեցին, վերջին մեկ ամիսն էլ անցկացրին Լեռնային ուսումնական կենտրոնում, պատրաստվեցին պատանի հայրենասերներ մրցույթին։ Նրանք առաջին հերթին պատրաստվում էին հարմարվել բացասական ջերմաստիճանին, բարդ արգելագոտիների հաղթահարմանը, առաջադրանքները միասնաբար կատարելուն։ Այստեղի բնակլիմայական պայմանները համապատասխանում են գրեթե այնտեղին եւ դրա համար մենք պարապմունքներ անցկացնում ենք այստեղ Լեռնային ուսումնական կենտրոնում։ Այստեղից մշտական տեղակայման վայր ու անմիջապես օդանավակայան Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժանի փորձառու սաներն ու սպաները պատրաստվում են հաջողության հասնել նաեւ դաշնակից երկրում անցկացվելիք մրցույթին։ Մենք տղաներով հաճախ ազատ ժամանակ սպաների թույլտվությամբ էլի պարապում ենք, քանզի շատ ենք ցանկանում, որ գրավենք առաջի տեղը։ Տրամադրվածությունը բոլորի բարձր է, մեկնում ենք հաղթանակի հույսով։ Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում կայացած մրցույթին տղաներն աչքի ընկան, կարողացան առաջադրված խնդիրները կատարել, արժանացան բարձրաստիճան սպաների գնահատականին եւ վերադարձան բարձր տրամադրությամբ։ Պերում անցկացվող ամենամյա մրցույթները կատարելագործում են հմտությունները միջազգային ասպարեզում դրսևորվելու հնարավորություն ընձեռում դեռահասներին։ Քանի որ կատարեցի բավականին մեծ աշխատանք, արժանացել եմ 2 անգամ օրվա հերոսի, իսկ վերջի օրը մրցանակաբաշխությանը արժանացել եմ ողջ ճամբարի հերոս։ Մեր վարժանի թիմը հաղթել է պատիվ եւ արժանապատվություն չեստի դաստոյենստվա անվանակարգում, ունեցել ենք նաեւ հաղթող ընդհանուր 400 մասնակից անձնակազմից պատանիներից։ Մոնթեականների համար սա առաջին անգամ չէ, վերջինը նույնպես, առաջին, երկրորդ հորիզոնականներով վերադարձել են գավաթով ու մեդալներով։ Այս անգամ հաջողությամբ ու բարձր առաջադիմությամբ տուն են դարձել հայկական եռագույնը բարձր պահելով, համազգեստը պատվով կրելով։ Դավիթ Դավթյան, Եղիշե Սողոմոնյան, Զինուշ։ Իսկական տղամարդ չեն ծնվում, իսկական տղամարդ դառնում են սեփական ընտանիքի եւ հայրենիքի համար արժանի զավակ լինելով, դառնում են սովորելով հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ, լինելով կարգապահ եւ պատասխանատու, կոփվելով ֆիզիկապես եւ բարոյապես, հասկանալով միասնության ուժն ու հայրենասիրություն բառի ողջ խորությունը։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ուսումն անվճար է։ Վարժարան կարող են դիմել հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտած պատանիները։ Ավագ դպրոցի կարգավիճակով գործող վարժարանում դասավանդվում են հանրակրթական բոլոր առարկաները։ Հատուկ ուշադրություն է հատկացվում ֆիզիկական, լեռնային եւ նախնական զինվորական պատրաստությանը։ Շրջանավարտները հնարավորություն են ստանում ընդունվելու եւ ուսումն անվճար շարունակելու ինչպես Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ եվրոպական մի շարք երկրների ռազմաուսումնական հաստատություններում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության այլ ուղերում։ Դիմում հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև հուլիսի 25-ը։ Ընդունելության պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով. Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, ուսում իսկական տղամարդկանց համար։ Նժդեի հաց, կեր ու զորացիր, սա գրքույկի վերնագիրն է եւ հորդորը, որ ներկայացրել է նկարիչը։ Մուշեղ Մխիթարյանը Նժդեի գաղափարախոսությունը ներկայացրել է զինվորին նոր ձևաչափով, ծաղկաքաղ է արել ու իր աշխատանքների նկարազարդման փոքրիկ գրքույկ կազմել։ Առաջիկա օրերին այն կլինի սահմանին կանգնած զինվորի ձեռքին։ Այս գործի անունը ազգային հենասյուն է կոչվում։ Ինքը բնութագրում է ազգ ձևավորվելու համար ինչ է պետք։ Սկսում է Արարիչ Աստծուց, ակունք, ցեղ, տող, ազգ։ Ինչ է պետք դրա համար։ Հող, լեզու, մշակույթ, հավատք, պետություն։ Ու իրանց նպատակները։ Հող մեզ պետք է, որը մեր հայրենիքն է, որը մեզ հաց է տալիս։
Այս հացը համ հոգևոր հացի մասին է, համ մարմնավոր։ Լեզուն դպրոց խոսքի հնարավորությունը տալ, վերջնական նպատակն է։ Պետությունը բանակ, վերջնական նպատակը մեր խաղաղությունն է։ Մշակույթը իմաստություն է տալի, վերջնական նպատակը շնորհն է։ Հավատք, եկեղեցի, մկրտություն, երրորդության խորհուրդն է, հույս, վերջնական նպատակը սերն է։ Այդ սերը եթե չունեցանք, այս ամեն ինչ ունեցանք, անիմաստ է այդ ամեն ինչ ունենալ։ Մեր կռիվը դրա համար է, որ այդ սերն ունենանք։ Օրենք արդար դատավոր, գոյություն բանն արարիչ, էություն փրկիչ տեր, պահապան զորավոր թագավոր։ Սա կառուցվածքն է։ Սա համ պետության կառուցվածքն է, համ մարդու ներքին կառուցվածքն է։ Իհարկե սկզբից ներս դա կառուցում, հետո նոր ինքը դուրս է գալիս արդեն դառնում է իրականություն։ Մուշեղ Մխիթարյանը պատմում է, որ ապրիլյան քառորիայի օրերին եղբորորդուն Հրաչին Նժդեհի գաղափարներով է ոգեկոչել։ Կարճատև հեռախոսազանգերը պատգամների են վերածվել, պատգամներ, որ հաղթանակ ու ոգու զորություն են հաղորդել Հրաչին ու նրա ընկերներին, եւ ծնվել է Նժդեհյան մտքերից գրքույկ կազմելու գաղափարը։ Ու ծնվեց գաղափար, որ մի հատ գրպանի գիրք տպվի Նժդեհի խոսքերով, Նժդեհի գաղափարներով, որը չզանգեն ասեն հոպար, այս բանի մասին ինչ է ասել, ամեն մեկի իր հոպարը ունենա։ Գրպանում երբ ցանկանա բացի կարդա։ Այդտեղ ծնվեց այս գաղափարը, բան ու գործս թողեցի, նկար, բան, ամեն ինչ թողեցի։ Ինքը գիրքը 12 գլուխ ունի, 12 թղթապանակ սարքեցի ու սկսեցի կարդալ, որ դու հոգու մասին բանը ասել Նժդեհ, հոգու գլխի մեջ գրեցի հետո հայրենիքի, ազգի, լեզու, զինվոր, ռազմարվեստ, պատմություն, երիտասարդություն, առաջնորդ, ճանաչիր թշնամու, ճանաչիր քեզ եւ ինքնափրկությունով վերջանումը։ Ի սկզբանե որոշված է եղել գիրքը պատկերազարդել զինվորի բրոնզե արձանիկի պատկերով, սակայն հետո որոշումը փոխել է, մտածել է ավելի արդիական մատուցմամբ ներկայացնել այն, եւ ստացվել են բնության 4 տարերքները՝ օդ, ջուր, կրակ եւ քամի, զինվորի կերպարով։ Սկզբից գիրքը ես տենց էի ձևավորել։ Իմաստը ինչ է, երբ ազգը բանակ է դառնում, հնարավոր չի նրան հաղթել։ Այդ ժամանակվա վիճակը ֆիքսեցի։ Աշխարհի բոլոր ծայրերից հայերը հավաքվեցին, դարձան բանակ, ազգը դառավ բանակ։ Եթե նկատել եք, այս զինվորների նիզակները սենցա բռնած, հենց եկավ այս մեծին միացավ, նիզակը բացվեց, արդեն պատրաստ է հարձակվելու, պաշտպանվելու եւ մնացած բոլոր գործողությունները։ Վարպետը պատմում է, որ մեծացել է գաղթականների ընտանիքում, պապն ու տատը արևմտյան Հայաստանից են տեղափոխվել։ Հայրենիքն արժանավայել սիրելու օրինակ նրանք են եղել։ Կոլորիտային մարդիկ էին, ասում է վարպետն ու շարունակում։ Մարդ արարածի կարևորությունը ես տեսել եմ, մարդ լնելը ինչ կարևոր բան է։ Այդ ամենամեծ դպրոցն է եղել, իրանց վերաբերմունքը։ Տարիներ ի վեր ապրում է Նժդեհի սկզբունքով, Աստված եւ հայրենիք, հավատում է մեր ազգի գենի զորությանը եւ վստահ է, որ անկախության սերունդը իզորու է գերազանցելու իր նախնիներին։ Մեր գիտությունը պիտի զարգանա։ Հլա ինչ ժողովուրդ ունենք, ինչ երեխեք ունենք, այս երիտասարդության ցավը տանեմ ես սրանց։ Լուսի պես տղեկ են, լուսի պես աղջիկներ են։ Պետքա լավ սնունդ տալ առաջերտին։ Առաջիկայում գրքի տպաքանակը կբազմացվի եւ վարպետը ցանկություն ունի, որ զինվորական երթման ժամանակ ամեն զինվոր նվեր ստանա Նժդեհի հացը, իբրև անփոխարինելի հոգևոր սնունդ զինվորական ծառայության 2 տարիների եւ հետագա կյանքի համար։ Նաիրա Համբարձումյան, Զինուշ։ «1920 թվականի փետրվարի 29-ը ծնվել հրաձգային զենքի նախագծող Լենինյան եւ պետական մրցանակների դափնեկիր Եվգենի Դրագունովը։ Նա 1958 թվականին ստեղծեց SVD դիպուկահար հրացանը, որը 1963 թվականից մտավ խորհրդային բանակի սպառազինության մեջ։ Արդիականացված տարբերակը մինչև այսօր օգտագործվում է նաեւ հայկական բանակում։ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու եւ հայկական ԽՍՀ-ին միանալու իրենց որոշման մասին եւ փոխհամաձայնության խնդրագրեր ուղարկեցին Երևան եւ Բաքու։ Դրանով փաստացի սկսվեց Ղարաբաղյան շարժումը։
1940 թվականի փետրվարի 21-ին հիտլերյան Գերմանիայում օկուպացված Լեհաստանի տարածքում սկսվեցին առաջին համակենտրոնացման եւ մասսայական ոչնչացման ճամբարի Օսվենցիումի շինարարական աշխատանքները։ 1950 թվականի փետրվարի 21-ին սերիական արտադրության դրվեց Mi-1 ուղղաթիռը, նախնական 15 մեքենա։ Միխայիլ Միլի ստեղծած ուղղաթիռը սկզբում կոչվում էր GM1։ Արդյունքում դրանից էլ սկսվեց հայտնի Mi ուղղաթիռների պատմությունը։ 1988 թվականի փետրվարի 22-ին սկսվեց Ասկերան Ստեփանակերտ ռազմավարական ուղղությամբ աղդամցի ադրբեջանցիների բազմահազարոնոց ամբոխի զինված հարձակումը, որն ավարտվեց Բաքվի եւ Ադրբեջանի այլ բնակավայրերի հայ բնակչության ջարդի ու բռնի տեղահանության գործողություններով։ 1918 թվականից փետրվարի 23-ը երկար ժամանակ նշվում էր որպես խորհրդային բանակի եւ ռազմածովային ուժերի օր։ 1993 թվականից փետրվարի 23-ը վերանվանվեց որպես հայրենիքի պաշտպանի օր։ 1912 թվականի փետրվարի 24-ին իտալա-թուրքական պատերազմի ժամանակ Աֆրիկայում իտալական ավիացիան առաջին անգամ օգտագործվեց հետախուզական հակառակորդի հենակետերի նկարահանումների նպատակով։ 1807 թվականի փետրվարի 25-ին ստեղծվեց Սուրբ Գեորգիի շքանշանը սպաներին, զինվորներին եւ նավաստիներին սխրանքի համար պարգևատրելու նպատակով։ 1913 թվականից զինվորական բարձրագույն պարգևը պաշտոնապես վերանվանվեց Գեորգիևյան խաչ։ 1836 թվականի փետրվարի 25-ին Սեմուել Կոլտը ստացավ 6 լիցքանի ատրճանակի հեղինակային իրավունքը։ Առաջին 10 տարիներին այն արտադրող ընկերությունը դժվարությամբ էր գոյատևում, սակայն երբ սկսվեց ամերիկա-մեքսիկական պատերազմը, պարզվեց, որ հեծյալների համար Կոլտից առավել հարմար զենք չկա։ 1871 թվականի փետրվարի 25-ին է ծնվել հայդուկական խմբավորումների հրամանատար Զորավար Անդրանիկ Օզանյանը։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան դիվիզիայի հրամանատարն էր։ Ստացել էր ռուսական բանակի գեներալ-մայորի կոչում։ Կյանքի վերջին տարիները նա ապրեց Ամերիկայում, իսկ 2000 թվականին Ֆրանսիայից նրա մասունքները տեղափոխվեցին եւ հուղարկավորվեցին Երևանում։ Այս տարին հագեցած է լինելու հայկական բանակի կազմավորման հոբելյանական 25-ամյակին նվիրված միջոցառումներով։ Այդ արդիվ Սփյուռքահայ գաղթօջախների ուսումնական հաստատությունների սաները, նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել հայ զինվորին։ Երեխաների լավագույն մաղթանքներն ու ցանկություններն առանձնացրել է Նաիրա Համբարձումյանը։ Ազգային բանակի կազմավորման հոբելյանական տարեդարձի արդիվ Սփյուռքահայ երեխաների կողմից Սփյուռքի նախարարությունում ստացված շնորհավորանքի բացիկ նամակները փոխանցվել են Պաշտպանության նախարարությանը։ Դրանք ծրարավորվել եւ ուղարկվել են Արցախ, սահմանին կանգնած իրենց հասցեատիրոջը զինվորին։ Դոմոդեդովայի եւ Սարատովի հայկական համայնքների պատանիներն ու երեխաներն էլ բանակի տոնին ընթառաջ տեսաուղերձներ են ուղարկել հայ զինվորին։ Հարգելի հայ զինվորներ, մենք մեր հայկական համայնքի կողմից ուզում ենք շնորհակալություն հայտնենք ձեր քաջության եւ հայրենասիրության համար եւ ուզում ենք, որ դուք վստահ լինեք, որ ոնց որ դուք եք պահպանում մեր հայրենիքը, նենց էլ մենք կպահպանենք մեր հայ աղջկա անուն եւ պատիվը։ Ձեր շնորհիվ է, որ մեր ազգը կարողանում է հանգիստ ապրել։ Անչափ շնորհակալ ենք հայ զինվորներին, որ գիշեր ցերեկ անկում սահմանի վրա պահպանում են մեր հայրենիքը եւ գուցե մենք հիմա այնտեղ չենք, հոգով սրտով միշտ դրանց հետ ենք։ Մեր սիրելի զինվորներ, մեր քաջ եղբայրներ, շնորհավոր ձեր տոնը, դուք հպարտ եք ու ըմպարտ, շուտով կմիանան ձեզ։ Մեր սիրելի զինվորներ, մեր ավագ եղբայրներ, շնորհավորում ենք ձեր տոնը, լինեք առողջ եւ ուրախ։ Ես հպարտ եմ, որ ձեր փոքր եղբայրն եմ, մենք ձեզ հետ ենք։ Իմ սիրելի հայ զինվորներ, շնորհավոր ձեր տոնը, ձեզ առողջություն, երջանկություն եւ հաղթանակ։ Ես հպարտ եմ, որ ձեր քույրն եմ։ Շնորհավոր տոնը, մեր հայ զինվոր։ Ինչ վերաբերում է նամակներին, դրանք նկարազարդված են բանակային կյանքի, Հայաստանի ու Արցախի խորհրդանիշներով։ Երեխաների շարադրանքներում հայոց բանակին ուղղված սեր է ու ակնածանք, հայ զինվորի քաջության ու խիզախության հանդեպ հույս է ու հավատ, ազգային բանակում ծառայելու ցանկություն, հայոց երկիրը խաղաղ տեսնելու երազանք։ Օրինակ 13-ամյա Մերի Խասաբլյանը գրում է.
Սիրելի զինվոր, ես շատ հպարտ եմ, որ իմ հայրենիքը քո նման երիտասարդ ունի, որ իրեն պաշտպանում է։ Ես չեմ կարողանում մտածել, թե դու ու քո ընտանիքը ինչ եք զգում իրարից հեռու։ Սրտիս մեջ զգում եմ, որ պատերազմ չի լինելու։ Դու վերադառնալու ես տուն ու ընտանիքիդ հետ ապրելու ես խաղաղ ու երջանիկ։ Ամեն օր աղոթում եմ քո ու մյուս զինվորների համար։ Շուտով տուն հասիր, քաջ զինվոր։ 7-ամյա Ռոման Խաչատրյանը Իսպանիայի Վալենսիա քաղաքից գրում է. «Բարև իմ սիրելի զինվոր, հուսով եմ, որ շատ լավ ես, գիտեմ ինչքան դժվար է հեռու բոլորից, բայց եւ հաճելի, քանի որ ծառայում եք հայոց բանակում։ Դուք շատ քաջ եք եւ անվախ, ուզում եմ մեծանամ, դառնամ ձեզ պես։ Հեռու ենք շատ Հայաստանից, օտար երկրում, բայց ձեզ հետ ենք հոգեպես։ Հպարտանում ենք ձեզանով ու շատ սիրում»։ Հայկական բարեգործական ընդհանուր միության վարժարանի 6-րդ դասարանի աշակերտուհի Ստելա Շահամիրյանն էլ հետաքրքրվում է. արդյոք հայոց բանակում աղջիկներ ծառայում են, ինքը կարող է զինվոր լինել հայոց բանակում։ Ստելան գրում է, որ երբ իր հայերենի ուսուցիչն ասել է, որ հայ զինվորին պետք է նամակ գրեն, ինքը շատ է ուրախացել, որովհետև հայ զինվորն իր համար շատ կարևոր է։ Աղջնակը շարադրել է. Իմ ընտանիքը քաջալերում է քեզ ու քո ընկերներին։ Աստված քո հետ է, ընկերների հետ եւ ընտանիքի հետ։ Նույն վարժարանի մեկ այլ աշակերտուհի Սոնե Բեկին գրում է. Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր դժվար գործերի համար։ Դուք ամեն օր կյանքներդ վտանգում եք հայ ժողովրդին պաշտպանելու համար ու կյանքեր փրկելու համար։ Դուք Հայաստանի համար շատ կարևոր մարդ եք։ Ամեն հայ ձեզ գնահատում է եւ ուզում է հաղթանակով տուն գաք։ Ես փափագում եմ, որ դուք արձակուրդ ունենաք եւ գնաք ձեր մայրին տեսնեք։ Ես ուզում եմ մի օր զինվոր լինել Հայաստանի բանակում եւ օգնել հայ ժողովրդին, եթե վտանգի մեջ է։ Ահա այսպես, թեկուզ հայրենիքից հեռու, բայց յուրաքանչյուր հայ երեխայի սիրտը տրոփում է նաեւ ձեզ համար, սիրելի զինվորներ։ Նայորա Համբարձումյան, Զինուշ։ Եթերում Զինուշի կիրակնօրյա թողարկումներ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչեւ նոր հանդիպում։